Մենք շատ հաճախ ենք խոսում առողջ սերնդի, առողջ մեծանալու մասին, իսկ դրա հիմքում շատ բաներ կան, որոնք երբեմն մեր կողքով են անցնում, չենք պատկերացնում, որ պետք է հենց այդ ամենին ուշադրություն դարձնել։ Եվ այսօրվա մեր հյուրերը խոսելու են հենց այդ մասին։ Հունիսի 21-ը տոնացույցում նշվում է որպես յոգայի միջազգային օր։ Այդ օրը ժամը 18-ին Կասկադ համալիրում կնշվի յոգայի միջազգային օրը, որի այս տարվա կարգախոսն է յոգան առողջ մեծացման համար։ Արդեն իսկ տեղի ունեցած եւ սպասվող միջոցառումների, ինչպես նաեւ վերջերս կայացած համաշխարհային յոգասանա սպորտի մրցաշարում մեր ֆեդերացիայի մասնակցության ու ընդհանրապես մեր երկրում յոգայի ներկայվիճակի մասին ենք խոսելու մեր հյուրերի հետ։ Այսօր շատ հետաքրքիր հյուրեր ենք ունենալու եւ սովորաբար դրա չափման ցուցանիշը լինում է այն, որ միջև եթերը մենք այսպես գերհագեցած խոսում ենք եւ քննարկում ենք, թե ինչի մասին պետք է խոսենք ձեր ներկայությամբ։ Ներկայացնեմ մեր հյուրերին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլաքշի Սահասինհա, դեսպանի օգնական յոգայի ուսուցիչ Լիլիթ Սիմոնյան, յոգայի ուսուցիչ, ֆիզիկական կրթվածության դասախոս Հայաստանի յոգասանայի ֆեդերացիայի քարտուղար Սվետլանա Ավակյան։ Լույս առավոտի գեղեցկույներ։ Բարի լույս։ Նամասկար, բարի լույս։ Նամաստե։ Նամաստե։ Ինձ ցույց տվեք, որ ես էլ եմ։ Անչափ շնորհակալ ենք, մեծ համար մեծ պատիվ է Տիկին արտակարգ եւ լիազոր դեսպանին մեր տաղավարում հյուրընկալելու համար ու սիրով խոսքը տրամադրում ենք հենց առաջինը նրան, որովհետեւ երբ ասում ենք յոգա, պատկերացնում ենք հին աշխարհն ու հին Հնդկաստանը։ Նրա ակունքներում է, նրա պատմության անկախտելի մասն է կազմում յոգան։ First of all, we'd like to welcome you. We're grateful that you were able to join us. And when we speak about yoga, we imagine ancient India. We see the closeness to the roots. So we'd like to hear from you about yoga. First of all, Shatran Kalam for inviting me. And yes and no, because this body of knowledge and wisdom is very old, but it also is very relevant for today's times, for today's problems, and for promoting wellness. Եվ այո, եւ ոչ, ձեր հարցին կուզեի անդրադառնալ, քանի որ ճիշտ է, այն բավականին հին գիտելիք է, բայց ասեմ, որ շատ արդիական է մեր ներկա մարտահրավերների, ներկա խնդիրների եւ ներկայիս կյանքի համար գործումը։ Յոգա ասելով Տիկին դեսպանը ինչ է պատկերացնում իր համար, որովհետև դա ոչ միայն մարմին է, առաջին հերթին հոգու, ներքին կատարելագործման, ազատության այդ դրսևորումներն են։ Ամեն մեկը իր ընկալումը ամեն դեպքում ունի, սպորտաձև չի, որ պատկերացնես սա է եւ վերջ։ What is yoga for you? Because we know that it's not only about the body, it is about mind, it is about the soul, it is about the liberty, your approach to life and all. It's not a kind of a sport when you think about it's dedicated only to the physical body. So what is yoga for you? I think you have hit the nail on the head. Yog in Sanskrit means addition, bringing together, and precisely that is what yog is. It's body, mind and soul. So as I am quite fond of saying that yoga appears to be on the surface very simple exercises, but they have a profound effect on the body, on the organs inside, and in the long run, if you can do it regularly, only to the extent that you're able to do it, you shouldn't stretch yourself, but gradually you will see that as you do yoga, you will be able to bend more, stretch more, and the body itself heals from inside, and that leads to calmness of the mind. You can also combine it with meditation, and as I said, it leads to overall wellness, and it leads to harmony, and in the world it also promotes peace, which I think we all need. Դուք շատ ճիշտ նշեցիք, այո, յոգա հենց հնդկերենում նշանակում է ավելացում կամ միավորում, այսինքն միավորում է եւ մարմինը, եւ միտքը, եւ հոգին։ Սկսվում է այն ընդհանրապես պարզ վարժություններից, որը թվում է, որ ընդհանրապես մակերեսի վրա է աշխատում, սակայն այն սկսում է ազդել բոլոր օրգան համակարգերի վրա, մարմինը դառնում է ավելի դիմացկուն, դառնում է ավելի ճկուն, ավելի շատ ենք կարողանում տիրապետել մեր մարմնին, որը ինքնին արդեն իսկ բերում է մտքի հանդարտության, քանի որ երբ որ մարմինը մեր լավ վիճակում է, միտքը նույնպես սկսում է լինել լավ վիճակում, եւ եթե դրան գումարենք նաեւ մեդիտացիան, ապա զգում ենք, որ մեր ներսում գալիս է խաղաղություն, իսկ խաղաղ մարդը արդեն խաղաղ աշխարհի համար ավելի պատրաստ է լինում։
Ֆանտաստիկ ուղղակի այսպես ժամերով կարելի է լսել այս մշակույթի մասին, բայց ես ուզում եմ նաև Յոգասանայի ֆեդերացիայի քարտուղար Սվետլանա Ավագյանի հետ խոսենք, ինչ գործունեություն է ծավալում ֆեդերացիան Հայաստանում, ինչ տարածում ունի Հայաստանում, ինքը ուղղակի ժամանակակից է եւ մարդիկ գալիս են թե պատկերացնում են խորությունը ոլորտի։ Շնորհակալություն հարցի համար։ Իրականում լրիվ նոր կառույց է Յոգասանայի ֆեդերացիան Հայաստանի, քանի որ վերջերս Հնդկաստանում տեղի ունեցավ եւ Հնդկաստանի հարգարժան վարչապետ պարոն Նարենդրա Մոդիի ղեկավարությամբ, այսպես հովանավորչությամբ տեղի ունեցավ համաշխարհային ամենաառաջին յոգասանայի, այսինքն յոգա սպորտի մրցաշարը, շատ մեծ մրցաշար, որին մասնակցում էին 79 երկրից 522 մարզիկներ։ Այդ թվում նաև 3 մարզիկ Հայաստանից։ Մենք ներկայացնում էինք Հայաստանը, չիմանալով ուր են գնում։ Եվ այնպես ստացվեց, որ մինչև գրանցումը արդեն իսկ մենք պետք է ինչ-որ ֆեդերացիա ներկայացնենք, որը պետք է լիներ ոչ առևտրային կազմակերպություն։ Ու ստիպված, որ ի վիճակի լինենք մասնակցել նման ֆորմատով եւ նման մեծ մասշտաբի մրցաշարի, մենք հիմնեցինք Յոգասանայի ֆեդերացիան, նպատակ յոգա սպորտը տարածելն է Հայաստանի ամբողջ տարածքով մեկ, մարզիչներ վերապատրաստելը, դատավորներ վերապատրաստելը, մարզիկներ վերապատրաստելը եւ արդեն համապատրաստի գնանք արդեն այսինքն լրիվ այլ կազմով պատրաստի գնանք եւ ներկայանանք Հայաստան ներկայացնենք թե իր մարզիկներով, թե իր պատրաստվածությամբ, թեև թվում էր թե յոգան մրցում չէ եւ այլն, բայց սա յոգա սպորտ է, բայց յոգա սպորտի մեջ ընդհանրապես չկար մրցումնային այդ հիմնական տարերը, որ մեզ համար սովոր ենք, հա, այսինքն որ մարզիկները պետք է իրար հետ կռվեն եւ այլն։ Ընդհանրապես օլիմպիադաների հիմքը եղել է այն, որ պետք է մենք բոլորս միավորվենք։ Իրականում մարզիկները իրար հետ բավական լավ հարաբերությունների մեջ են։ Մարզիկների միջև գոյություն չունեն սահմաններ, դրոշտներ եւ այլն։ Պատահական չէ պատերազմների ժամանակ, երբ ասում են խաղաղությունը հենց այո, հենց սպորտի միջոցով է, այո։ Այնքան լավ միջավայր էր, այնքան լավ բարի միջավայր էր, նույնիսկ փոքր երեխաները գալիս էին մեր անպատրաստի մարզիկներին, պատրաստում էին, ոգևորում էին, ասում են, չէ, այսպես կարող եք անել, այսպես կարող եք անել, եւ ի վերջո Հայաստանը գոնե մեկ բրոնզե մեդալ կարողացավ, ֆանտաստիկ է, վերջին շրջանում համար։ Պետք է հասկանանք, որ մրցում էին մեր երրորդ մեդալը Հնդկաստանի, Արգենտինայի մարզիկներից հետո էր, հա, այսինքն առաջին տեղում Հնդկաստանն էր, երկրորդ տեղում Արգենտինան, երրորդ տեղում Հայաստանը։ Եվ առաջին երկու մարզիկները բավականին պատրաստված էին, շատ ֆիզիկապես պատրաստ, իսկ երրորդ տեղը մեր մարզիկը Սոնան Սողոյան մայրիկ էր, որը ընդամենը 2 երեխա ունի, իր տնային հոգսերը, երեխաների մասին հոգսը ամեն ինչը մի կողմ դրած, մարդը գնաց եւ կարողացավ ապացուցել, որ կինը անկախ տարիքից եւ կարգավիճակից ունի հնարավորություն ներկայանալու եւ նաեւ ինչու՞ չէ հաղթելու, այո, դա մեծապես հաղթանակ է մեր բոլորիս համար։ Մենք կարծում եմ սկեպտիկ, եթե չմոտենայինք, շատ ավելի լավ արդյունքներ կունենանք եւ սպասում ենք մոտակա ասիական խաղերին։ Սա մրցաշար էր, որը դեպի օլիմպիադա գնալու մեծ ցանկությունն է։ Մենք շատ երկար տարիներ իսկապես ցանկացել ենք, որ յոգան որպես սպորտ, այսինքն յոգայի վարժությունները, յոգա ասանաները, որպես սպորտ նաև ներկայանալ լինեն օլիմպիադայում եւ հուսանք, որ 32 կամ 36 թվին արդեն այդ նպատակին կհասնենք եւ պարոն Նարենդրա Մոդիի նպատակը, որ խնդրում ենք ստեղծենք հենց այդպիսի մի համակարգ, ի վերջո կգնա եւ կհասնենք դրան, որ օլիմպիական խաղերում Հայաստանը կունենա թիմ եւ ինչու՞ չէ նաեւ ոսկի մեդալներ։ Միայն ծանրամարտի միջոցով չհասնենք եւ մենք իրականում շատ մեծ աջակցության կարիք ունենք ամբողջ հանրության կողմից, ամբողջ նաև այլ մարզաձևերը հովանավորողների, հա, կողմից, որովհետև միայնակ կանանց ուսերին այդ ամբողջ
գործընթացը վերցնել է, այդքան էլ ճիշտ չէ։ Բարդ է։ Ինձ հետաքրքրում է Հնդկաստանի դեսպանությունը այս առումով ինչ աշխատանքներ է կատարում, շարունակելու այսպես իր համար ընտրած ճանապարհ ունի, որպեսզի ավելի massայական դառնա։ Փոքր խոսենք ձեր նախաձեռնությունների մասին եւ կարծեմ թե հենց մեր հեռուստաընկերությունն է եղել, որ հարթակ է տրամադրել։ Կխնդրեի տիկին դեսպանը անդրադառնա այս հարցին։ I'd like to know what is the Indian Embassy doing in popularizing yoga so that it becomes mass popular, and what are the actions that have been taken so far, and what are the current projects going on? Well, thank you very much for that question. I think Svetlana mentioned when she was talking that this very old and ancient body of knowledge and wisdom was internationalized and really put on the international calendar by India when in 2014 the UN General Assembly declared the 21st of June, which is the summer solstice, as the International Day of Yoga. And since then, yoga, is celebrated in a very big way across India, across the world, from very iconic locations, starting from the absolute east to the absolute west. And we do it everywhere, in glaciers, in our aircraft carriers, so in the oceans, on land, in the air. So, yoga is promoted in a very big way. People come together. It has become so popular. And here in Yerevan, the Indian Embassy, keeps promoting it throughout the year. But in the build-up to the International Day of Yoga on the 21st of June, we make sure that we reach out to different partners. We are in touch with many of the yoga studios, the yoga people who are practitioners of yoga. Then we get in touch with all kinds of socio-cultural organizations. Like this time we did a session at the Engineering City because we knew that professionals who are sitting at their desks working on their computers for very long. So we've done many activities with the Engineering City, with the Vazgen Sargsyan Military Academy. We had a mass yoga session with 200 cadets. Then we did a session at the embassy. And now then I did one at my residence where I invited all the women ambassadors and the heads of missions, and we did a session on promoting women's health. And now, of course, we have our big event on Sunday at 6 o'clock at the Cascade, and we hope people will join us in large numbers. Ինչպես նշեց Սվետլանան, Հնդկաստանի վարչապետ պարոն Նարենդրա Մոդին իր բոլոր ջանքերը ուղղում է նրան, որ յոգան դառնա շատ պոպուլյար եւ իրոք բերվի միջազգային բեմ, այսինքն կարողանանք իրեն ավելի հանրամատչելի դարձնել բոլորի համար։ 2014 թվականին ՄԱԳ-ի գլխավոր ասամբլեան ընդունեց հունիսի 21-ը որպես յոգայի միջազգային օր, այն արևադարձի օրն է եւ օրը դարձավ խորհրդանշական եւ 2015 թվականից սկսված յուրաքանչյուր հունիսի 21-ին Հնդկաստանը մեծ մասշտաբով տոնում է յոգայի միջազգային օրը։ Հնդկաստանի դեսպանատունը նույնպես բնականաբար մեծ մասշտաբով մասնակցում է դրան եւ բոլոր Հնդկաստանի դեսպանատները բոլոր երկրներում իհարկե տարվա կտրվածքով տարբեր միջոցառումներ լինում են, սակայն հենց միջազգային օրվանից առաջ սկսում են մեր մեծ նախապատրաստական աշխատանքները։ Մենք համագործակցում ենք տարբեր յոգաստուդիաների հետ, մարդկանց հետ, ովքեր յոգայով են զբաղվում, տարբեր այլ կառույցների հետ ենք համագործակցում, յուրաքանչյուր տարի փորձելով ել ավելի շատ մարդներ գրավել, օրինակ այս տարի բավականին հետաքրքիր միջոցառումներ են կացկացրել, մենք ունեցել ենք մեծ յոգայի բաց դաս ինժեներական քաղաքում, քանի որ մարդիկ ովքեր անընդհատ աշխատում են իրենց աշխատասենյակների մեջ, իրենց գրասեղանների առաջ, հնարավորություն չունեն շատ մարզումների, ապա մենք նրանց համար գեղեցիկ դաս կազմակերպեցինք յոգայի, այս տարի նաև փորձ ունեցանք մեր կադետների հետ շփվելու Վազգեն Սարգսյանի ռազմական ակադեմիա եւ 200 կադետ վաղ առավոտյան մեր հետ միասին արեցին յոգա։ Մենք նաեւ յոգայի բաց դաս ունեցանք դեսպանությունում եւ նաեւ դեսպանի առանձնատանը, որտեղ հրավիրվել էին կին դեսպանները եւ մենք հիանալի յոգա դաս անցկացրեցինք, որը վերաբերում էր կանացի առողջությանը։ Այո, մեր գործընկերները սիրով միացան տիկին դեսպանին եւ մեր հետ լավ յոգա արեցին եւ բոլորը ողջավորությամբ սպասում են արդեն հունիսի 21-ին, որպեսզի տոնենք յոգայի միջազգային օրը երեկոյան 6-ին Կասկադում։
Իսկ ինչ է սպասում այդ օր, եկեք խոսենք միջոցառման օրակարգից, մարդիկ ինչպես իմանան կասկադ որտեղ են գալու, նախ սկսենք դրանից եւ ինչ է սպասվում, ինչ բերելու, այո, ինչպես գան, այսպես չեն կարող բել ենթադրեմ, ինչպես մենք ենք օրինակ հագնված։ Can we tell them exactly what is the agenda? How should they reach Cascade? What should they bring? What should they carry? How should they get dressed? Because we can't come dressed like this. So what is going to happen exactly? So everybody is welcome. It's open to everyone who wants to join us, and the Cascade being a very central place where you find people walking around doing their exercises, a lot of tourists. So anyone can join us. Just ensure that you're wearing something comfortable like track pants, and we will be giving the yoga t-shirt. And we have different sizes of the yoga t-shirt. We also would like if people can bring along their yoga mats because a yoga mat is quite an personalized item. Otherwise, we also have in the embassy some yoga mats which we can distribute. So just come along and make sure that you haven't had a very heavy meal. What we will do at 6 o'clock, we will start with the yoga protocol. So some very light, soft exercises that will, really set in motion. It really activates different muscle groups of the body. It also makes you feel more calm. So we will go through the yoga protocol and then we will conclude with some breathing exercises. Because yoga is not just exercises, but it has to be combined with the way you breathe. So that is it. It's about an hour's time, and afterwards we will be distributing some fruits to the participants, and of course there'll be water. So that's our agenda. So do come along in comfortable clothes. Okay. Միջոցառումը բաց է բոլորի համար, բոլորին սիրով հրավիրում ենք, ընդամենը հարկավոր է հագնել որևիցե հարմար հագուստ, օրինակ սպորտային շալվար, եւ մենք բոլորին կարող ենք բաժանել հենց յոգայի լոգոյով գեղեցիկ մայկաներ, տարբեր չափերի ունենք, բոլորն էլ կարող են օգտվել։ Ցանկալի է, եթե ունեք ձեր յոգայի գորգը, բերեք ձեր հետ, եթե չունեք, դեսպանությունում մենք ունենք գորգեր, դա նույնպես կարող ենք մենք տրամադրել, պարզ վարժանքներ են լինելու։ Դժվար չէ, բոլորն էլ կարող են դրան կատարել եւ որը զուգակցվելու է անպայման շնչառությամբ եւ վերջում մի քանի շնչառական վարժություններով կավարտենք, որպեսզի մեր յոգայի դասը պրոտոկոլը լինի ամբողջական եւ վերջում բոլորին կհյուրասիրենք համեղ մրգեր եւ իհարկե ջուր։ Բոլորին սիրով հրավիրում ենք։ Այսպեսով մի բան էլ ավելացնեմ, որին կարող են նաեւ մասնակցել որպես մասնագետը, որը վարելու է դասը, եւ հղիներ եւ մեծահասակներ, քանի որ այս տարվա կարգախոսը, ինչպես արդեն նշեցիք, Yoga for Healthy Aging, այսինքն առողջ մեծացման համար, եւ ուստի մենք խրախուսում ենք եւ ուզում ենք, որ մեր տարեց մասնակիցները կամ քաղաքացիները եւս ներկա լինեն եւ կտեսնեն ինչ պարզ ու հասարակ վարժություններ կարող են անել եւ որքան կարող են նրանց առողջությունը լավարկվել այդ պարզ ու հասարակ վարժությունները։ Ես այդ անչափահաճելի էր զրուցել, դեռ երկար վստահ եմ կցանկանայինք խոսել, ավելի այսպես մանրուքներին տիրապետենք, նաեւ հենց մենք ինքներս մեզ համար էլ էր հաճելի, բայց եթերաժամը այստեղ ականջիս հուշում եմ, որ գոնե սահմանափակ է այս պահին, իսկ մեր հեռուստադիտողներին կրկին հիշեցնենք, որ հունիսի 21-ին ժամը 18-ին Կասկադ համալիրում բոլորիդ են սպասում անխտիր, այնպես որ նրանք, ովքեր ցանկանում են առողջ մեծանան, առողջ վայելեն իրենց ծերությունը, ինչու՞ չէ, նաև կարող են հենց այդ ժամին լինել Կասկադում։ Հիասքանչ, շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, շնորհակալ եմ վաղ առավոտը անգիրարած արենամասը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։ Մնացեք մեզ հետ, սիրելի հեռուստադիտողներ։